Տիկին Մանասյան մամուլուկ տեղեկություն տարածեց, որ Մանեթ Հանդիլյանը, որ հացադուլի մեջ է գտնում այս օրերին, ձեզ չի ընդունել, որն է պատճառը եւ ինչպես վերաբերվեցիք այդ փաստին։ Անկեղծ ասած, իմ աշխատակազմը, երբ որ ինձ տեղեկացրեց մամլուն տարածված այդ տեղեկատվության մասին, շատ տարակուսած էր, որովհետև ընդհանրապես նման իրավիճակ չի եղել եւ նույնիսկ նման քննարկում չի եղել Ազատության հրապարակում, երբ այցելել ենք հրապարակ, տեղում իրավիճակին ծանոթանալու։ Ես ինքս անկեղծ ասած զարմացած եմ, թե ինչպես է հայտնվել այդ տեղեկատվությունը, որովհետև ի սկզբանե գաղափարը եղել է այն, որ պարզապես ինչպես ցանկացած հաստատություն գնալիս նաև, հա, աշխատակազմը հետաքրքրվում է, թե արդյոք այդ պահին հնարավոր է, օրինակ, զրուցել անձանց հետ, եթե ոչ մենք չէ, պատրաստի հարց չէ, պարզապես հնարավոր է թե ոչ, մեզ տեղեկացրել է գործընկերը, որ այս պահին Տիկին Թանդիլյանը քնած է եւ մյուս գործընկերը, որը որպես բժիշկ ներկայացավ, հարգարժան գործընկերը նշել է, որ բացի նրանից, որ քնած է, նաև թույլ է հաղորդակցության համար եւ դրա համար մենք նույնիսկ փորձ չենք արել, այսինքն որևէ կերպ հաղորդակցություն ունենալու, պարզապես հենց տեղում հետաքրքրվել ենք իրավիճակից, քանի որ նման դեպքերը մեր իրավասությանը վերաբերելի չեն, իրավասությանը վերաբերելի կարող են լինել այնքանով զուտ, որքանով կարող է պետական մարմնի հետ կապված խնդիր լինել։ Ես առաջին հերթին թե առողջական վիճակով, թե բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարցերով եմ հետաքրքրվել եւ դրա հիման վրա փորձել ենք հասկանալ, թե մեր մասով ինչ աջակցություն կարող ենք ունենալ տվյալ իրավիճակին։ Այդ թեմայի վերաբերյալ այլ խոսակցություն, այլ հնարավոր պայմանավորվածություն ձեռք բերել։ Մենք պարզապես, երբ որ մեզ հարցում ուղարկեց լրատվամիջոցներից մեկը, տեղեկացրել ենք, որ ըստ էության նման բան տեղի չի ունեցել, ավելին ասեմ, ինձ համար նաև տարակուսելի է այն հանգամանքը, որ նման մարդասիրական ըստ էության միջոցառման հետ կապված է այդպիսի տեղեկատվություն տարածվում, որովհետև դա նաև մարդասիրական միջոցառման էությունն է փոխում, հա, փոխում է ներքաղաքական միջոցառման, որի իմաստը դա չէ միայն։ Ես ձեր խոսքից մի բան լավ չհասկացա, այսինքն կամալ հասկացա հետեւյալը, որ սա ձեր գործառույթներ չէր բխում ուղիղ։ Դա ավելի շատ բարի կամքի դրսևորում, միանշանակ մարդկային, այսպես ասեմ, հա, մարդկային տարբեր հանգամանքներից ելնելով, նկատի ունենալով, որ նախ մարդասիրական խնդիր է, հա, վերաբերում հարցը, երկրորդը այո, մարդկային հանգամանքներ նկատի ունենալով մենք հացադուլի վարման հետ կապված գործառույթներ ունենք, եթե խոսքը փակ հաստատությունների մասին է։ Մանասյան, ինչպես եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ասում է ինքը չի զբաղվելու միայն մեկ անձի շահերով, խոսելով Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ, որին պատգամավորի հարցին ի պատասխան։ Ես քաղաքական գործիչների հայտարարություններ չմեկնաբանեմ, ինքս խոսեմ մարդու իրավունքների հետ կապված, հա, այդ խնդրի վերաբերյալ։ Բնականաբար, երբ հասցեավորվում են հարցեր, իհարկե, այո, քանի որ մենք ունենք խումբ, հա, անձանց, որոնք ապօրինի կերպով ազատությունից զրկված են, նշված պետությունում ըստ էության գաղափարային է, որ միանշանակ բոլորի իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի, իհարկե մտահոգությունները շատ են, սկսած խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հնարավոր իրավիճակներով եւ այլն, եւ ես ինքս բազմիցս նշել եմ, որ անկախ նույնիսկ այս ամեն ինչից ըստ էության չի կարելի պատկերացնել անկախ եւ անկողմնակալ դատավարություն Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ եւ այս առումով նաեւ ես ողջունում եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի հայտարարությունը հարցի հետ կապված, մասնավորապես Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված բոլոր անձանց, այդ թվում էթնիկ հայերի ազատ արձակման մասով։ Ինչու եք շեշտում հենց հայ էթնիկ։ Երևի թե նկատել եք, որ հանձնակատարը եւս շեշտադրում է կատարել գաղափարը էթնիկ պատկանելու հիմնական գաղափարը այն է, որ խոսքը էթնիկ նշված պատկանելություն ունեցող անձանց մասին է, այսինքն խնդիրը ոչ թե վերաբերում է մեկ կամ երկու հոգու, մեր հենց ամբողջ հաղորդագրությունը դա է, որ անկախ նրանից օրինակ այդ մարդիկ են, թե մեզանից յուրաքանչյուրը կարող այդ մարդկանց տեղում լինել եւ միայն այն պատճառով, որ ունի այդ էթնիկ ազգային պատկանելությունը, կարող է դարձնել ճնշումների եսեք։ Գործընկերոջ հետ փորձել եք ադրբեջանցի կապվել գերիների հարցով եւ եթե այո, ինչ պատասխան ունեք, որովհետեւ գիտենք, որ այցելել էր այնտեղ պահվող հայերին եւ դրական հայտարարություններ, հա, արել իրենց պահպան վերաբերյալ պայմանների։
ես կուզենամ հատուկ շեշտադրել, որ իհարկե այս հարցին պատասխանել եմ նաև նախորդ ճեպազրույցի շրջանակներում, հիմա էլ պատասխանեմ, ես ի սկզբանային պաշտոնավարումը սկսելուց անմիջապես հետո եմ հաղորդակցություն վարել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ եւ հիմնական գաղափարը, որ դրել եմ այդ հաղորդակցության համատեքստում, եղել է այն, որ այս հարցերը մարդասիրական եւ մարդու իրավունքների հետ կապված հարցեր են, որոնք որևէ քաղաքական հարցի հետ չպետք է կապել մեր տիպի հաստատությունների համար եւ այդ առումով առնվազն հաղորդակցություն պետք է ունենալ։ Մենք պատասխան չենք ունեցել։ Այսպես ասեմ, ես շատ կկարևորեի նման հաղորդակցությունը, բայց փաստացի պատասխան չունենք եւ երկրորդը ես չգիտեմ թե ինչքանով է ճիշտ ձեր կողմից հիշատակված այդ լուսանկարների եւ այլնի տարածման պայմաններում հիմք ընդունել նշված տեղեկատվությունը նախ նկատի ունենալով եւ այն, որ հատկապես գերիների պարագայում կամ նման իրավիճակներում ընդհանրապես մարդու իրավունքների դիտանկյունից այնքան էլ չի ողջունվում նախ անձանց լուսանկարներ տարածել, օրինակ դուք էլ նկատած կլինեք, ես ցանկացած վայր, որտեղ այցելում եմ, որը փակ հաստատություն է իրենից ներկայացնում, ես երբեք անձանց լուսանկարներ չեմ տարածում, որովհետեւ Եկուցե հատուկ են, որ նաեւ հոգեբանորեն մեջ։ Բայց դա դրա համար էլ մարդու իրավունքների տեսանկյունից էթիկայի շրջանակներում է դիտարկվում չէ տարածել լուսանկարներ եւ ես սա ամեն դեպքում խնդրահարույց եմ համարում մարդու իրավունքների առումով, բայց ես հույս ունեմ, որ իմ նշած այն գլոբալ գաղափարը, այսինքն այն, որ այս անձանց նկատմամբ, այսինքն հայերի նկատմամբ ընդհանրապես չի կարող նշված պետությունում իրականացվել որևէ տեսակի գործընթաց, որովհետեւ նախ տարածվող գլոբալ հայատյացությունը, երկրորդ հերթին արդար դատավարությանը վերաբերելի տարբեր պահանջներ ի սկզբանե կարծում եմ խախտված են եւ այստեղ չի կարելի պատկերացնել անկողմնակալ մարմնի կողմից որևէ դատավարություն։ Մի բան ճշտեմ էլի կներեք, Մանեթ Հանդելյանի մասով նախ դուք էլի մտադրություն ունեք երկրորդ փորձով այցելել նրան, երբ որ ճշտեք, որ օրինակ նա ի վիճակ է ընդունել նրա առողջական վիճակը թույլ է տալիս։ Ես անկեղծ հիմա վերջին տվյալը չգիտեմ, Մանեթ Հանդելյանը որտեղ է գտնվում ինչ վիճակում, պատասխան հրապարակում է, հա, պատրաստ եք նորից այցելել եւ կամ եթե ոչ, կամ եթե այցելեք, որն է լինելու ձեր կոչը նրան օրդորը կարող եք հիմա նաեւ հնչել։ Այսպես ասեմ, ի սկզբանե էլ նշեցի էլ այստեղ նախ փորձերի մասին չի խոսքը եւ երկրորդը կոնկրետ անձանց այցի մասին չի խոսքը, իրավիճակին ծանոթանալու համար տեղում այցի մասին է խոսքը։ Այց արդեն կատարել ենք, կարծում եմ մեր տեսանկյունից մենք թե էթիկայի, թե մարդկային բոլոր կանոնները պահել ենք, ավելին ասեմ, նաեւ պահել ենք այն առումով, որպեսզի նաեւ դուք եք հասկանում, որ նման հաղորդագրությունները կարող են նաեւ միջազգային տարբեր տեսանկյունից սխալ դիրքորոշում ձևավորել, օրինակ նույն ակցիայի հետ կապված, որովհետև ակցիան մարդասիրական է, քաղաքական ակցիա չէ, որպեսզի դրա համատեքստում հիմա որ այցելեք տետատետ շփվեք ես ցանկացած անձի, այդ թվում ազատությունից զրկված անձանց խնդրում եմ, որպեսզի երբևէ իրենց առողջությանը վնաս պատճառելու միջոցով չփորձեն խնդիրներ լուծել եւ ես շատ կարեւորում եմ այդ թվում բոլոր իրավիճակներում, որտեղ խնդիրը վերաբերելի կարող է լինել այդ թվում միջազգային հարթակներին, պարզապես ճիշտ մարտավարություն որդեգրել եւ խնդիրները պատշաճ ձևով ներկայացնել այդ հարթակներում։ Տիկին Մանեսյան, տեսեք, դուք ասացիք քաղաքական գործիչների հայտարարությունների չեք մեկնաբանում, բայց շատ հաճախ մենք առաջնում ենք, որ այդ հայտարարությունները ուղիղ կապ ունեն մարդու պատվին, արժանապատվությանը, այսինքն իրավունքի ոտնահարմանը, այդ թվում եւ անմեղության կանխավարկածի խոսքը նախընտրական այս process-ների մասին է, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես են քպական տարբեր տրամադրության չինովնիկներ արտահայտվում օրինակ դիմադիր տեխնացուների վերաբերյալ կրիմինալ, թալանչի, ծաղրածու եւ այլն, այսինքն սա ըստ էության մարդու իրավունքի է, ոտնահարում չի պատիվը արժանապատվություն է, հանցագործության մասին օրինակ ասել, որ հիշում ենք հանցագործությունները կատարած, սրանք մտահոգիչ չեն այս տեսանկյունից։ Նախ նշեմ, որ ես ոչ միայն իշխանության կոնկրետ անձած, այլ ընդհանրապես մեր հասարակությունում տարածված այդ ընդհանուր թե ատելության խոսքի միջավայրի, թե բացի ատելության խոսքից նաև խոսքի այլ արգելված տեսակների հետ կապված մշտապես եմ խոսել, որովհետև դա ոչ թե 1-2 անձի վերաբերելի հարց է, այլ դա ընդհանուր միջավայրին վերաբերելի, բոլոր գրեթե հանրային գործիչներին վերաբերելի հարց է։ Դրա համար ես չէի ուզենա կոնկրետ անձանց վրա կենտրոնացում իրականացնել։ Իհարկե, այստեղ կներեք, իհարկե
այստեղ ներողություն, եթե թույլ տաք, կներեք ես ավարտեմ, որովհետև ըստ էության այստեղ մի քանի կարևոր հանգամանք կա։ Մեկը այն է, որ քաղաքական գործիչների համար ըստ էության մի փոքր ավելի սովորաբար քաղաքական խոսքի համար հնարավորությունները, սահմանները մի քիչ ավելի լայն են տրվում եւ դա է պատճառը, որ եթե նկատել եք այդ թվում տարբեր այլ պետություններում, հատկապես քարոզարշավների ժամանակ քաղաքական գործիչները շատ ավելի լայն հնարավորություններով են, իրար նկատմամբ որևէ խոսքով դիմում, քան օրինակ իրենք իրավունք ունեն այլ կազմակերպություններ, օրինակ, չգիտեմ, դատարանների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների դիմել, բայց սա չի նշանակում հատկապես մեր կոնտեքստում, երբ ատելությունն այդքան տարածված է, որ դա պետք է որպես նորմալ դիտարկել, ես որպես մարդու իրավունքների պաշտպան իմ յուրաքանչյուր խոսքում հիմա էլ հատուկ շեշտադրում եմ, որ այո, սրան պետք է հակազդել եւ պետք է հնարավորինս խուսափել այնպիսի խոսքի տեսակներից, որոնք պաշտպանվող խոսքի տեսակ չեն որպես այդպիսին։ Ես սահմանափակվածություն ունեմ այո, քաղաքական գործիչների խոսքերը մեկնաբանելու առումով, այդ թվում մի գործունեության մեթոդաբանության համատեքստում դրա համար կոնկրետ գործիչների խոսք չեմ մեկնաբանի, բայց ընդհանուր առմամբ կասեմ, որ ոչ միայն դուք մի խումբ եք ներկայացնում գործիչների, բայց իրականում բոլոր խմբերն են քաղաքական ուժերի, այդ թվում ավելին ասեմ, կան դեպքեր, երբ նույնիսկ չթույլատրվող սուբյեկտների նկատմամբ, նմանատիպ խոսք է հնչում, ինչը նորմալ չէ։ Տիկին Մանասյան մի բան էլ ավարտեցի գերիների մասով Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը այսօր էլի հայտարարություն է տարածել եւ նշել էր, թե Հայաստանի կառավարությունը ինչ քայլեր պետք է անել, որոնք չի արել, նաեւ վերել էր օրինակներ, թե այլ երկրների կառավարությունները համանման դեպքերում ինչ քայլեր են ձեռնարկում։ Հիմա ես անդադ ասում եմ, մենք կվնասենք, դուք էլ եք ասում նախորդ ճեպազրույցի, որ կվնասենք, եթե ինչ-որ քայլ անենք, բայց ինչ-որ քայլ արել եք, որ վնասենք կամ չվնասենք։ Նայեք, ես նախորդ ճեպազրույցի ժամանակ չեմ ասել, որ կվնասենք, եթե քայլ անենք։ Ես ասել եմ, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ չի կարելի խոսել հրապարակային, որովհետև այո, դա կարող է սկզբունքի խախտում լինել։ Ես այսպես ասեմ, կարծում եմ ավելի ճիշտ կլինի, որպեսզի կառավարության ներկայացուցիչներին այդ հարցը տակ, ամեն դեպքում իմ տեղեկատվությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որովհետև մի բան է իմ կողմից ձեռնարկվող քայլը, մի բան է կառավարության կողմից ձեռնարկվող քայլը, բնականաբար իմի վերաբերյալ ես հստակ պատկերացում ունեմ նաև մարտավարության վերաբերյալ, բայց կառավարության հետ կապված ամենայն դեպս ես այո տեղեկացված եմ, որ որոշակի քայլեր իրականացվում են, բայց բնականաբար ես չեմ կարող ունենալ մանրամասն տեղեկատվություն այս հարցերի հետ կապված, ես կխնդրեմ, որպեսզի ճիշտ հասցեատերերին հարցը ուղղեք։ Ինչ վերաբերում է այս հարցերի հետ կապված հատկապես միջազգային հարթակներում խնդիրների լուծմանը, կարծում եմ, որ միջազգային հարթակներում այս խնդիրների լուծումը նրանով չի պայմանավորված, թե ինչքան բարձր է սա խնդրի վերաբերյալ խոսում կամ ինչքան վիրավորակներով լի արտահայտություններով ես խոսում, դա պետք է ունենա ճիշտ մարտավարություն, նորից եմ ասում։ Նորից եմ ասում։ Ներողություն, Ռուբեն Վարդանյանի փաստաբանը հստակ կարծես մեղադրանք է ուղղել Հայաստանի կառավարությանը, որ այդ հարցը խնդրեմ կառավարությանը ուղղել, որովհետև ես չեմ այդ հարցի հասցեատերը։ Հիմա ինչ վերաբերում է մյուս առումով, իրականացվող քայլերին, ինչ վերաբերում է կներեք մյուս առումով իրականացվող քայլերին, այո, իմ մասով ասեմ, որ ես ոչ միայն հաղորդակցության մեջ եմ միջազգային գործընկերների հետ, ես նաև հստակ իրավական վերլուծություններ եմ այս խնդիրների հետ կապված անում։ Մի մասին իհարկե դուք եք ծանոթ, որովհետև հրապարակային խոսել եմ, լսել եք, բայց մի մասը հնարավոր չէ հրապարակային ներկայացնել, այդ թվում նշված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների հետ կապված այդ զգայունության հանգամանքը նկատի ունենալով։ Նորից եմ կրկնում, ես ողջունում եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի շատ կարևոր հայտարարությունը եւ հույս ունեմ, որ ապագայում նման ոչ միայն հայտարարություններ, այլ նման խոսույթ շատ կհնչի, որը այո կարող է ազդեցություն ունենալ Ադրբեջանի հետ։ Այս հարցում ավելի շատ քաղաքական մոտեցում է պետք կամ միջամտություն, թե իրավական։ Հայաստանի կառավարությունը որ դիրքերից պետք է հանդես գա։ Իրավականն այս պարագայում բնականաբար շատ կարևոր հնարավորություն է եւ միջոց է քաղաքական հարթակներում կոնկրետ նպատակների հասնելու համար, որովհետեւ քաղաքական հարթակներում է իհարկե խնդրի լուծումը, բայց իհարկե իրավականը կարող է լինել շատ կարևոր միջոց ցույց տալու համար, որ այսպիսի իրավիճակը խնդրահարից։ Մի բան էլ ու ավարտենք այս թեմայից դուրս ԿՊԱԿ-ը մի շարք պատգամավորներ, որոնք վիրավորել են տարբեր հանրային գործիչներ, այդ ընդդիմադիր պատգամավորների եւ դատարաններում պարտվել են, դատարանը նրանց պարտավորեցրել է ներողություն խնդրել, բայց դեռ նրանք ներողությունը չեն խնդրում։ Օրինակ բանը Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանից այդպես է ներողություն չխնդրել, չգիտեմ, գուցե ինչ-որ իրանց մի փոքր էջում գրել է, բայց հրապարակային, որ ասել էր իդիոտ կա, դատարանում պարտվել է, չխնդրեց Թագուհուց
ներողություն։ Բանը Ռուստամ Բաքոյանը վերջերս իմացանք, որ պետք է Էդգար Ղազարյանից ներողություն խնդրել ձեր մասնակցությամբ հայտնի միջադեպին, որ դուք ներկա եք այդ ժամանակ։ Արթուր Հովհաննիսյանն էլ, եթե ճիշտ եմ հիշում, էլ ինչ-որտեղ պարտվել էր, պետք է ներողություն խնդրի։ Ու չեն խնդրում։ Դուք օրինակ, եթե ինչ-որ մի պահի այդ դատական ակտը չկատարվի, որոնք անտեսում են, դուք որպես մարդու իրավունքների պաշտպան մանդատ ունեք միջամտելու ինչ-որ ձևով, որ իրենք կատարեն այդ Ոչ, դատական ակտերի խախտում է մյուս կողմի մարդու իրավունքը։ Դատական ակտերի կատարման հետ կապված բնականաբար մարդու իրավունքների պաշտպանը լիազորություններ որպես այդպեսին չունի, ավելին ասեմ, հենց դատական գործընթացը սկսվում տարբեր հարցերի հետ կապված, օրենքը հստակ արգելք է սահմանում նաև, ասում է, որ այդ պահից սկսած մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում առկա գործի վարույթը ընդհանրապես պետք է դադարեցվի, հետևաբար այս առումով լիազորություններ չունենք եւ այս հարցերը կարող եք ուղղել այդ թվում այն մարմիններին, որոնք զբաղվում են դատական ակտերի հարկադիր կատարմամբ։ Շնորհակալ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։